Հարգելի սիրելի ժողովուրդ ջան, ձեր բոլորին ողջունում եմ իսրտե, ձեր ցավը տանում։ Հիմնական եկել եմ անձամբ ես այստեղ, բոլոր տեղար, գյուղար, քաղաք, ինչքան որ հասցնում եմ, անպայման ուզում եմ մասնակցել։ Հիմա եթե որ որոշ տեղեր գյուղեր չգնամ, իմացեք բոլորի մոտ խնդիրը նույնն է։ Մենք բոլոր խնդիրներն ու պրոբլեմները գիտենք, զրուցել ենք, քննարկել ենք, գիտենք խնդիրը, պրոբլեմը, ամենակարևորը դրա լուծումները տվել ենք։ Այսօր ինչը անհրաժեշտ մեր ժողովրդին։ Մեր ժողովուրդը հոգնել է, մեկը մեկին նեղացնելուց, հայոյելուց, ցեղ շպրտելուց, վիճելուց, ավելի շատ մթնոլորտ ատելություն, թշնամանք սերմանելուց, պետք է լինի բարություն, ջերմություն, խաղաղություն։ Այսօր հիմնական հարցերը մենք գիտենք, առաջնային մեր ծրագիրը, որը կազմել ենք, ծրագիրը կազմել են ժողովուրդը, ներկայացրել են իրենց խնդիրները ու պրոբլեմները, մենք դրանց լուծումներն ենք առաջարկել։ Ինչ որ ասում ենք, ժողովուրդ ջան, դա օդի մեջ չենք ասում, մենք ես երկրում ծնված, մեծացած, կայացած, կառուցած մարդ ենք։ Ինչ որ ասում ենք, մեր ասածին տեր ենք, հնարավորություն կա, պայման կա, ծրագիր կա, թիմ կա եւ ցանկություն կա, ժողովուրդ ջան։ Առաջնային մեր ծրագրում, ժողովուրդ ջան, որ կրթությունն ու առողջապահությունը պետք է անվճար լինի։ Այսօր ասենք պետ պատվերը չի արդարացնում։ Նայելով քանի տարի շարունակ, այդքան գումար տրամադրվում է, $700 միլիոն բյուջե առողջապահության համար։ Բայց բոլորը դժգոհ են, միայն ընտրության առաջ կազմակերպել են թոշակառուներին ինչ-որ դեղորյակ մեկ էլ աչքի օպերացիա, լավ ընտրությունը ավարտվեց, ոնց է լինելու, էլի նույնը պետք է լինի։ Ավելի ճիշտ է, այդ գումարի 500 միլիոնը տրամադրեն առողջապահությանը, հիվանդանոցները, լինի սեփական, որ մարդիկ անվճար, հարգալից, հպարտ, գնա դուրը բացի ներս մտնի, ցանկացած քաղաքացի, վախ վխելով, անարգալից դուրը բացի կընդունեն, չեն ընդունի, փողը կվճարի կանեն, թե չեն անի, ձեր ցավը տանեմ, այդ ժողովրդի գումարն այդ 700 միլիոնը, ես մի տեղ երկու տեղ ասեցի, հիմնական 30 հիվանդանոց, որ ամեն տեղը 150 բժիշկ աշխատի, քույրերը իրար հետ, ամեն մեկին որ $1000 գումար տան, տարին կազմում ասենք թե 150-ը, 150,000 միլիոն ու կես, թող լինի 2 միլիոն, 30 հիվանդանոցը կազմում 60 միլիոն, այնտեղ մնում ասենք թե 640 միլիոն, 100 միլիոնի տարեկան թող գույք բերեն, 100 տարի 100 միլիոնի դեղորյակ էսի միջ բերեն, 100 միլիոնի այլ ծախսեր անեն, կազմում 340 միլիոնի մնում է, մարդիկ արժանապատիվ կարան օգտվեն։ Ես բարդ բաներ չեմ ասում, ով կարա հակառակ ասի բացատրի, ես ներկայացնեմ 700 միլիոնը, ոչ չի կարող ժողովուրդը լիարժեք, արժանապատիվ, գնա ստուգվի, գնա օպերացիանի, թող այդ գումարը տրամադրեն, թող ոնց որ մյուս պետություններում կա, կրթություն եւ առողջապահություն անվճար, թող այդպես անեն, եթե ծնողը չի կարող իր երեխայի ուսման վճարի, Հազիվ ստանում ասեք թե 150,000, կիննել 100,000, 250,000, նոր տարեկան 800,000 երեխայի համար ոնց վճարի, կամ 1 միլիոն ոնց վճարի։ Իր ծնողը չվճարելու դեպքում ինքը իր տեղը չի գտնում, գիշերը չի քնում, որ չի կարողանում իր երեխային կրթություն տա, որ պիտանի մարդ դառնա։ Դա էս ինչ որ ասում եմ անհրաժեշտ, սա է, մյուսը, ժողովուրդ ջան, դա ես ասել եմ մեկ անգամ ես։ Այսօր ամբողջ ժողովուրդը վարկերի տակ է, ունենք 650,000 ընտանիք, ունենք 2,450,000 վարկառու, հիմա ստեղ հավաքվածների 100% վարկի տակ է, չէ ժողովուրդ, թե վարկի տակ չէ, տնից 2-3 հոգի, ճիշտ է թե ոչ, դա կուտակվել է ժողովուրդ ջան, լավ որիշ չի, եղել է տնտեսական ճգնաժամ, եղել է համաճարակ, եղել է պատերազմ, 3 տարի համաճարակ է, կորոնավիրուս, մարդիկ չեն աշխատել, մարդիկ տունն են մնացել, այդ գումարը ծախսել են գոյատևելու, սնվելու, հագնելու, առողջությունը պահելու համար, հիմի կուտակվել է, պետությունը իր ժողովրդի համար պետք է քայլ կատարի, այսօր պետական պարկը 15 միլիարդ է, այդ
եթե կարողանա ժողովրդին մինչև 3 միլիոն վարկերը ներում շնորհեն, այդ ճայճից դուրս է գալիս 2 միլիոն 200,000 մարդ։ Պետական պարտք ավելանալ է 1 միլիարդ 100 միլիոն, որ հաշվարկել են։ Լավ թող դառնա 16 միլիարդ, հիմի 15 միլիարդ կա, ժողովուրդը դրանից խաբար է եղել։ Աշխատատեղա բացվե, պարգևորում տրումա տրվե ժողովրդին։ Ժողովուրդ, պարգևատրում եք ստացել դուք։ Այդ գումարը կուտավի լիմա, որ 1 միլիարդ 100 միլիոն ներում շնորհեն, 2 միլիոն 200,000 մարդ, այդ ճայճից դուրս է գալի, ժողովուրդ ջան, որ պետք է պարտադիր դա կատարվի։ Ուրեմն մյուս հարցը ասեմ, փոքր ու միջին բիզնեսի հետ կախված, որ ստուգումներ են նոր սկսումը, որ մինչև 60 միլիոն շրջանառությունը իրավունք չունեն մարդու ստուգելու անհանգստացնելու։ Մինչև 170 միլիոն շրջանառության դեպքում նոր մարդը 1% պետք է վարկ վճարի։ Վարկ չէ, 1% իր արդեն ինքը վճարի իր որպես շրջանառության միջոց 1%։ Ցանկացած գործարար մեծ ուրախությամբ 1%-ը կվճարի, բայց իրավունք չունի հարկայինը խախտելու, շփվելու, ստուգելու համար։ Դա պետք է հնարավորություն տաս այդ նոր ծիլերը ամրանալու, հզորանալու, որ մարդը կարողանա արտադրություն ստեղծի, հզորացնի, սկսում է իր ընտանիքով։ Ժորժ ջան, ամենակարևորը գալով ճանապարհով նայելով, թե ինչ տեսարանա Լոռու մարզը ինչ ունի, որ մենք պետք է հիմնական туриզմը զարգացնենք, որ շրջանառություն լինի, փող լինի, մեծ փոփոխություններ լինի, փող աշխատեք, մեծ փողեր, փոքր ու միջին ձեռնարկություն ստեղծեք։ Ես դա ասում եմ ոչ թե միայն ասելու համար։ Հիմա ես կառուցում եմ Քրիստոսի արձանը։ Դա ասենք թե ոչ թե ես եմ կառուցում, դա իմ ընտանիքի ծրագիրն է։ Կառուցում է հայ ժողովուրդը, որ դուք էլ գաք, մասնակցեք, ձեր կոլեկտիվով, ընտանիքով, ոնց ցանկանաք, մի քար դնեք, հավաստագիր ստանաք, ու որ դա պահեք տունը, որ ասեք ձեր երեխաներին, թոռներին, որ դուք մասնակից եք այդ սուրբ գործին։ Սա այսօր մեր երկիրը բերելու է 20-30 միլիոն տուրիստ։ Իրոք Աստծո կամոք կայանում է, կառուցվում է, ամենահզորը, ամենակարևորը, կարողը, ամենաբարձրը, ամենասիրունը, որ այսօր սաղ աշխարհը հետաքրքրված է, ուզում են գան։ Եթե 20 միլիոն տուրիստ եկավ, ժողովուրդ ջան, հասարակ բան եմ ասում։ Տուրիստը պետք է $5,000 գրպանը լինի, որ գնա մի 5-ից 10 օր մնա։ Հյուրանոց ասա, գնալու է։ Բայց եթե 20 միլիոն եկան, 100 միլիարդ փող անելու։ Տեստին իմ երկիրը լսել է, բյուջեն 5 միլիարդ է, 100 միլիարդը մնալու է իմ երկրում։ Իմ ժողովուրդն աշխատելու, կլինի գյուղացի, քաղաքացի, չգիտեմ, փոքր ու միջին բիզնես, տաքսիստ, բոլորն էլ առնելու են այդ փողերը իմ երկրում է մնալու։ Դրա հետ համատեղ ես եմ անում, երկու հատ էլ պետությունը խոշոր ծրագիր թող իրականացնի։ Արդեն ինստինկտիվան ժողովուրդ ջան, շարժը լինելու է, աշխուժություն լինելու է, բոլորը փող առնելու են, բյուջեն գումար լինելու է, կարան թոշակներն էլ բարձրացնեն։ Ժողովուրդ ջան, այսօր մեր թոշակառուները 10,000 դրամը բարձրացնելով ուրախացել են։ Լավ են արել, իհարկե, չեղած տեղը 10,000 դրամը նույնպես լավ է։ Բայց դու պետության հաշվարկով նվազագույն զամբյուղը մի մարդը, որ այս երկու մեծ գների մեջ կարա ասենք թե նվազագույնը յոլա գնա 78,000 դրամ։ Ցավը տանեմ իրենք են հաշվարկել։ Եթե դուք հաշվարկել եք 78,000 դրամ, բայց եթե դուք ասես 78,000-ը դու տալիս 49-ը, այդ մարդը ո՞նց է ապրելու։ Որ դա ինստինկտիվան չի համապատասխանում։ Ոնց որ ընտանիքի աշխատողը հայրը չկարողանա իր երեխաներին պահի։ Գնում է խոպան, գնում է ինչ-որ մի բանանի կարողանա հասցնել։ Նույնն էլ պետությունը պարտավոր է իր կազմով հարցը լուծելու, ժողովրդի մատից փուշ անելու, մարդին հնարավորություն տալու։ Ասել եմ, չեն կարող, իրավունք չունեն փափուկաթորին նստելու համար մի ամբողջ պետություն, մի ամբողջ ժողովուրդ ուժելու։ Ժողովուրդ ջան, ինչ որ կա, բոլորս էլ գիտենք, ես էլ եմ ձեր հետ մասնակցել վարչապետ նշանակելու համար։ Ես ասել եմ, 3 տեխնացու կար են ժամանակ, Սասուն Միքայելյան, Արադ Միրզոյան, Նիկոլ Փաշինյան։ Հարցել եմ, ժողովուրդ ում եք ուզում, կենտրոնական հրապարակում, ասել են Նիկոլ Փաշինյանին։ Նիկոլ Փաշինյանը ասում էր, ժողովուրդ ջան, 3 միլիոն վարչապետ կա։ Երբ դուք ասեք, ես գնում եմ, ես պատրաստ եմ։ Հիմա ասում է,
Այս երկու մի մարդ կա, մի որոշող կա, ես եմ որոշելու, ես եմ որոշում, այսօր ասում եմ բերել եմ խաղաղություն ժողովուրդ, հանգիստ տեղեք խաղաղություն եմ բերել, ժողովուրդ ջան, խաղաղություն եմ բերել, պետք է ժողովուրդի հետ քննարկել ասել, հիմա թող ժողովրդին ներկայացնի իր բերած թուղթը, որը դա ուժ ունի, որը Լևեն ստորագրել են խաղաղություն, որոնտեղ գրած է խաղաղություն, այսօր ոչ մի խաղաղություն չկա, ժամանակավոր դատարա, այսօր ասենք Ադրբեջանը իր տեղերը ամրապնդում է, սաղ ինչ-որ բարձուրներ վերցրել է, ամրապնդում դիրքերը հիմնովի դնում է, և իր պահանջները ներկայացնում է, այսօր էսա, պետք է անկլավները տակ, այս պետք է անեք, են պետք է անեք, ասում է Սևանա լիճը, Գյոչան է, դա մեր լիճն է, իրան ջուր է պետք, Գյոչան, Երևան ասա Ադրբեջանի քաղաքն է, Երևան է, հիմա ես դրա համար ասում եմ, մենք այսօր ժողովուրդ միասնական պետք է մտածենք, քայլ կատարենք, որ նույն Արցախի որ ինչ առաջանանք, Արցախի վիճակին չլինենք։ Այս ժամանակ էր ասում, ես թակում բան չեմ ասում, սաղը տեսել եք, Ժորժան ասում է, ես եկել եմ հող տալու, ես հող տալու, տաղու նման եմ, ես հող եմ տալու, Արցախը դա Հայաստանն ու վերջ, ու մի անգամից Չեխիայում հայտարարեց Ժորժան, Արցախը դա Ադրբեջանն ու վերջ, էլ ասենք թե Ռուսաստանը ինչ պետք է ասել, եթե դու գնում ընդեղից հայտարարում ես, որ Ադրբեջանն էլ ասեց եղբայր իմ տարածքն է, Հայաստանը ընդունել է, թող է գնացեք մեր տարածքից, այսօր էլ Ռուսաստանի հետ թշնամանում ենք, ինչի համար ենք թշնամանում, ավելի լավ ճանապարհ ունենք, մարդիկ գնում են դուրս աշխատում են, մարդիկ ապրանք են արտահանում, ինչ որ ամսական 160 միլիոն տրանսֆեր է գալի Ռուսաստանից, Ռուսաստանի երեք նախագահի ելույթը լսեցիք, ասում է այ ժողովրդի հետ մենք բարեկամներ ենք, հարազատներ ենք, մենք չենք ուզում որցե մի բան, բայց այդ ղեկավարությունը որոշում է, մեր հետ թշնամանա, մեր հակառակորդը հետ լավանա, կողմ որոշեք, ձեր ցավը տանեմ, ուզում եք որոշողը դուք եք, հիմա նորից եթե կարող են ավելի լավ պայմաններ առաջարկել, որ ասենք թե մարդիկ գործազուկ չլինեն, այսօր ճանապարհները փակ է, մարդիկ վարկ են եկալը, աշխատավարձ չեն կարողանալ տան, բանկի վարկերը չեն կարողանալու, ծաղիկը, միրգը, պամիդորը, վարունգը, բիբարը, կլուպնիկը, սա կոնյակ ասեն, գինին փակել են, ոչ աշխատելն ոչ կարող ինչ է լինելու, հիմնական եւ չեն կարողանալու գնան, որ ասենք թե դրսում աշխատեն, փող բերեն այդ 160 միլիոնը գա, որը դա, բացի դա, գազն էլ լինելու է եվրոպական գներով, 600, ասենք թե եվրո, 160-ի փոխարեն, դա մեզ զեր է տալի ժողովուրդ ջան, ձեզ զեր է տալի, ձեն չեք անում, ես ում լսեմ, ժողովուրդ ջան, ես ասում եմ, մենք պատրաստ ենք, ծրագիր ունենք, թիմը ունենք, ցանկություն ունենք, հնարավորություն ունենք, կապերն ունենք, փորձը ունենք, մենք այսօր հիմնական հարցերը, ինչ որ ասում եմ, այդ ամենակարևորագույն հարցերը հենց առաջին նիստին դրվելու է, որոշումը կայացվելու է։ Մեր ծրագրերից մեկն էլ որ ասենք թե այսօր ամբողջ կալանավարերը տեղ ու դադար չկա, կեսը փախած, կեսը հետախուզման մեջ, կեսը կալանավայրերում, որ ասենք կեսը տներում, մենք առաջին ես համաներում ենք շնորհելու, մինչև 10 տարի սրոք ունեցողներին, որ կյանք պարգևես, երջանկություն պարգևես, շանս տաս մարդուն, մարդը սխալվել է, մարդը բացաթողը չի հասկացել, կյանք տուր մարդուն, մարդը գնացնի իր ընտանիքին, մեկ անգամ ծնվում, մարդը աշխատի ստեղծի, այդ ծանոթությունից հետո արդեն նա լիարժեք 100%-անոց այդ դժվարություն տեսած մարդը, նա լիարժեք ապրել, իսկ ով հանկարծ երրորդ անգամ գնա, մեղք իրավի զորեմ իր տեղը, ձեր ցավը տանեմ, ես խոսում եմ մարդկային լեզվով, հասկանալի, ես ասենք տեսքան ժամանակ չկա, մի բան ասած դինեմ, առաջ չլնեմ, չկա, բայց ինչ որ ասում եմ, մի բան էլ ավել անելու եմ, հետևելու եմ, կարևորը Ժորժ ջան, այսօր գործն է, որ ամեն ինչ ասել եմ, սովորական աշխատող ընտանիքից, իմ երկրում ծնվել եմ, կայացել եմ, աշխատել եմ, բարիք եմ ստեղծել, նվիրել եմ, կառուցել եմ, այսօր մեր երկրում ով մեծ խոսում է, սաղ սուտ են դադարք, ես կարամ խոսամ միայն, վերցել եմ սպորտը, որ լիարժեք,
այդ ոլորտը, որ 8 տարի մեդալ չենք ունեցել, ունեցել ենք 2 սպորտսմեն, Աշոտ Դանիելյան, մի հատ էլ Հրաձիկ Բախտամյան, առաջի օլիմպիական խաղերին 6 հատ մեդալ են բերել, հիմա մենք տարեկան բերում ենք 1000 հատ մեդալ, 1000 մեդալ, որից 150-ը ոսկի է, ու դրանց ասենք, թե կառուցել եմ դպրոցներ, բոլորդ գիտեք, կառուցել եմ, տվել եմ ասենք, թե սարքավորումներ, որ լիարժեք ինչ որ անհրաժեշտ է, թոշակներ եմ նշանակել 50,000-ից մինչև 2 միլիոն, պարգևատրումներ եմ տվել մինչև $1 միլիոն, տարեկան 2-300 մեքենա եմ նվիրել, բայց էլի սպորտում անելու բան շատ կա, իմ սրտով չի, հնարավորություն չկա, որ բոլոր բնակավայրերում, բոլոր գյուղերում, քաղաքներում 2-3-4 գյուղերում պետք է մարզադպրոցներ լինեն, երեխաները փողոցից պետք է կտրվեն, որ նրանք կարողանան պարապել իրենց վրա զգալով մարմնի գեղեցկությունը ուժը, էլ սպորտալիճից չես կարող անես, որ ստեղից հետո արդեն կգան հավաքական թիմեր, դա անհրաժեշտ է մեծ ծրագրի առաջնայինը, որ բոլոր բնակավայրի սպորտ դպրոց պետք է լինի, սպորտ դպրոցները սեփականաշնորհ ենթակա պետք է չլինեն, մենք պետք է ունենանք առողջ երիտասարդություն, որ ունենք առողջ ապագա, մեր արժանի փոխարինողներն են, ունենք հոյակապ երիտասարդություն, հոյապապ, խելացի, բանիմաց, ավելի զարգացած, համատական կարգով, որ մեր մետ համատենք, նրանք ավելի շատ զարգացած են, քանի որ երկիրը զարգանում են, նրանք ավելի շատ բան են հիմա իմանում, պետք է իրենց պայման հնարավորություն, որ նրանք չհաստափեն, չկոտրվեն, մեր երկրից չբացակայեն, այդ հիմնական հարստությունը գիտելիքը օգտագործեն մեր երկիրի շինացնելու համար, դա անհրաժեշտ է ամենակարևորն է, Ժորժ ջան, կարամ ժամերով ձեր հետ խոսեմ ցանկացած թեմաներից, ցանկացած ոլորտներից, այնպես որ հիմա էլի սպասում են մի քիչ մյուս տեղը երկար խոսեցինք, ես չեմ ուզում մարդիկ արևի տակ սպասեն, եթե դուք այսօր հիմա ինձ հարցեր ունեք տվեք, ես ձեզ ասում եմ, ինչ ասել եմ, մի բան էլ ավել անելու եմ, ծանոթ բարեկամով չի, բարգավաճով չի սահմանափակում, այսօր հավաքվածները տարբեր կուսակցությունից մարդիկ կան այստեղ, բոլորին մի բան այդ արում, բոլորս հայ ենք, որ հիմնական երկիրը խաղ լինի, մարդը գործ ունենա, կարողանա իր հարցերը կարգավորի, իր ընտանիքը բարեկեցիկ պայի, ուրիշ բան չի ուզում մարդիկ։ Դրա համար այսօր ասում եմ, հարցուն համերաշխություն, գնում եք ընտրության, անպայման մասնակցեք, հարևաններն էլ ասեք գնան, ընտրությունը ձերն է, ես չեմ ասում ինձ ձեն տվեք Ժորժը, ձեր ցավը տանեմ, ոչ պաշտոն եմ ուզում, ոչ ճանաչում եմ ուզում, ոչ փող եմ ուզում, ամեն ինչ էլ ասու կամուկ ունեմ, մենակ դու գնացեք ընտրության, ձեր հոգու խղճի առաջ, ընտրությունը կատարեք, մտածելով այդ ընտրությունից կախված է ձեր վաղվա օրը, ձեր երեխաների վաղվա օրը, կտրեք ձեր ցավը տանեմ, չեք կտրի ձեր ցավը տանեմ, էլի ես ձեր ծառուկ անեմ, բայց մեղքը ձեր վիզին։ Ասեք։ Ես նամակ եմ փոխանցել ձեզ, խնդրում եմ։ Ուրը չկա, ես տվեցի։ Էմի որ չկա։ Աչի քիքիրա նամակը տուրից։ Արձագանքեք, խնդրում եմ արձագանքեք։ Ես խնդրում եմ ուղղակի։ Ուրեմն հազարավոր նամակներ տալի քույրիկ։ Կեսը հիմա իր Պողոսին Դերից եմ եղել ու կամ կմնամ։ Իմ համար ձեր ցավը տանեմ, ցանկացած մարդ, հասկանում եք, իմ համար հայ է, մարդ է։ Ինձ օրինակ ասում են, ծառուկյան, որ դու Քրիստոսի արձանը կառուցում ես, մարդիկ դեմ են խոսում, քննադատում են, ինչ կարաս ասես։ Ասում եմ, եթե քննադատությունը տեղի լինի կընդունեմ, եթե մարդու մոտ տեղ չի ասել, 2-3-4 տարի հետո հարցունքը կզգա, իր առօրյայի վրա կզգա, իր ապրելի վրա, ապրելակերպի վրա կզգա ասենք թե հզորությունը, այս ժամանակ ասի ծառուկյան ջան, կներես, դու ճիշտ ես, մենք սխալ, հիմա ամենակարևորը պետք է չպարտադրենք, պետք է բացատրենք, մեկը հետ առաջ կհասկանան ցավը տանեմ, ամեն ինչ լավ կլինի։